մեջ տեղավորվում։ Լավ, պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ, նախ այս վերջի նախընտրական շրջանի հետ կապված հանրայինի հետ կապված արձագանքներ կային անհավասար լուսաբանման կարծես թե ուզում եմ հասկանամ դուք ինչ հարաբերություններ ունեք, ինչ հարաբերություններ ունեք հանրայինի այդ մշտադիտարկման հետ եւ արդյոք իրավասու եք արձագանքել, որ ասեմ ինչի մասին են տեխնոլոգիաները արձագանքում։ Շատ բարի, ուրեմն հանրայինի հետ կապված թե բանավեճի, թե նախաքարոզարշավային փուլի հետ կապված տեխնատուները մտահոգություններ էին բարձրացնում, որ նախաքարոզարշավային փուլում տեխնատուներից մեկը, որը ոնց որ ԿՀ-ով դեռևս գրանցված չէր, բայց ինքնահայտարարված էր որպես տեխնատու ավելի շատ էր լուսաբանվում եւ բանավեճի ժամանակ էլ տեխնատուները ահազանգում էին, որ անհամաչափաբաշխվել ժամանակով ով շատագործած էր, նա ավելի շատ ժամանակ է նվաճել։ Հիմա կխնդրեմ այս երկու հարցին արձագանքեք եւ ինչ դիտարկումներ կամ առաջարկներ ունեք համաձայն եք արդյոք փոխողների։ Զուտ բանավեճի առումով եւ ընտրական օրենսգիրքը եւ մեր տեսլասխական մեդիայի օրենքը չի սահմանում ինքը բանավեճի ժամանակ, ինքը հավասար լինի, բայց որևէ բան հստակ հայցակարգ չկա։ Ընդհանրապես ասում է, որ պետք է մեկից գոնե մեկ բանավեճ լինի եւ որը պետք է տևի 2 ժամից ավելի, ինչ որ տես բան կա, մնացած չկա, բայց ես ձեզ թվերը բերեմ, մենք արդեն մեր եզրակացությունը հրապարակել ենք մի քանի օր առաջ, ես խորհուրդ կտայի ծանոթանալ շատ հետաքրքիր թվեր են, շատ հետաքրքիր, որը ցույց է տալիս բանավեճից էլի դուրս գամ, որ ամենահավասար պայմանները բոլոր կուսակցություններին հատկացրել է հանրային հեռուստաընկերությունը։ Դա շատ հետաքրքիր է։ Եվ ես ձեզ ասեմ, որ լուրերում եւ այլ հասարակական հաղորդումներում այլ մի կուսակցություն ընդդիմադիր ինքը ավելի շատ տեղ է զբաղեցրել հանրային հեռուստաընկերությունում, քան ձեր քաղաքացիական պայմանագիրը։ Երկրորդ, վերջացնեմ, որ ինքը ամբողջական լինի, որտեղ դա կարդալուց բավականին հետաքրքիր է։ Նաև կոմերցիոն ընդհանրապես ծավալը գովազդի, էլի մեկ ընդդիմադիր կուսակցություն, 2 անգամ շատ ավելի գովազդային ժամանակ ունեցել բոլոր հեռուստաընկերություններում, որոնք մասնակցել են քարոզարշավին, քան էլի կառավարող կուսակցությունը, 2 անգամ ավել։ Այսինքն այստեղ իսկ եթե վերցնում ենք բոլոր հեռուստաընկերությունները, որտեղ ես 30 տարի արդեն ասում եմ, շիզոֆրենիա, երբ որ մի քանի կարծիք կա մի գլխում։ Մի ընկերությունը հեռուստա ավելի շատ աջակցում է մյուսին, այսինքն մի քիչ ավելի շատ ժամանակ է տալիս, երկրորդին, երբ որ մենք նայում ենք համագումարը, բոլոր հեռուստաընկերությունների տված այդ հասարակական քաղաքական բովանդակության նախընտրական, քիչ թե շատ հավասար է, նաև ինքը արտացոլում է, այդ քաղաքական ուժերի ակտիվությունը։ Այդ քաղաքական օրինակի չեմ ուզում էլի անուններ տալ, դուք որ ծանոթանաք ինքը բավականին եւ դա ցույց է տալի արդեն 5-րդ կամ 6-րդ տարին, որ այնուամենայնիվ հեռուստաընկերությունները, որոնք հանձնաժողովի կարգավորման տակ են, նրանք օրենսդրությունը պահպանում են եւ փորձում են հավասարությունը ապահովել։ Այն հեռուստաընկերությունները, հեռուստանման կամ հարթակները, որոնք առավոտից պրոպագանդայով է զբաղվում, իրանց է պետք կարգ բերել, որ եթե մենք ուզում ենք իսկապես հավասարակշռել բոլոր կուսակցությունների մասնակցությունը ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է, որ ինքն առաջադրվել էր եւ սկսել էր միջև նախընտրական շրջան։ Այստեղ մենք որևէ լիազորություններ չունենք։ Տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ կան։ Օրինակ, ինչ որ հավասարության կամ քաղաքական գովազդի մասին սահմանումները նույն Ֆրանսիայում գործում են կլոր տարի, անկախ ընտրությունների անցկացումից։ Մեկ այլ երկրում չեմ հիշում, այդ կարգավորումները սկսում են 3 ամիս առաջ։ Տեղ կա, որ ընտրությունները հայտարարելուց կենտրոնական դրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների մեկնարկի մասին, բանը դրեց 3 ամիս առաջ, չգիտեմ երբ, եւ լիցենզավորված եւ հեղինակազորված տեսահոլովակական ծառայություն մատուցողները փորձում են իրավական բանը պաշտպանել երկարաստացում, ռադիոները եւ տելեները, նրանք արդեն կարգավորման տակ են։ Երկրներ կան, որ ընտրություններից հետո եւս 1 ամիս շարունակվում են կոշտ կարգավորումները։ Այդ առումով մեր մոտ ընդամենը մենք լիազորություններ ունենք
այդ 28 օր հերթական ընտրությունների ժամանակ եւ 14 օր արտահերթ ընտրությունների ժամանակ այստեղ մենք անզոր ենք, այսպես ասեմ։ Մի միջանկյալ հարցն, բայց պարոն Գաբրիելյան, չեմ կարող ես նենց վերահսկել, որ հարցը պատասխանը համատեղ 5 րոպե լինի, կարող նեցան է, որ իմ հարցերը իրար հետ 3 րոպե դառնան վերջում։ Մի տենց փոքրիկ հարցրա հետ կապված, դուք խնդիր տեսնում եք նրա հետ կապված, որ տեխնատուներից երկուսի հարցազրույցը բանավեճից հետո է եղել, կարծեմ Մարտուն Գրիգորյանն ու Սարիկ Մինասյանինը, իսկ մնացածինը բանավեճից առաջ, այսինքն սրա հետ կապված ինչ որ խնդիր կա եւ արդյոք սրա հետ կապված կարծեմ վիճակահանություն չկա եւ պետք է արդյոք դա լուծում կլինի։ Տեսեք, ավելի բան պատասխանենք, ընդհանուր մենք չենք տեսնում հանձնաժողովում որևէ խնդիր, որը օրենքի շրջանակներում է, հա, մնացածը։ Լավ, հասկացա։ Մյուս հարցը, որ ուզում եմ տալ, ասում եք, որ ատելության խոսքը, ատելության հրահրումը չեք կարողանում հավուր պատշաճի հասցեագրել, երբ որ TV-ներից հեռուստատեսությունից եք լսում, մի հատ դրա հետ կապված հետ կգամ հարց կտամ, բայց սա ուզում եմ կապել ձերեն առաջի բանի հետ, որ դուք ուզում եք հավելյալ ուրեմն TV-ի նման, TV-like ինտերնետ ալիքներ կարգավորեք կամ մոնիթորինգ անեք կամ վերահսկեք, եթե չի ստացվում ատելության խոսքի հետ կապված խնդիրները հասցեագրել հեռուստատեսություններում։ Հիմա ինչ տարբերություն, որ եւս 40 մեդիա տանք ու վերահսկի այս հանձնաժողովը ու չկարողանա եւս 40-ի խնդիրը հասցեագրել։ Ձեր հարցը երկու մասով բացատրեմ։ Ամեն դեպքում ավելի մեծ տարբերություն կա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների բովանդակությամբ, որոնք վերահսկվում են եւ ոչ։ Կոշտ քննադատությունը մենք չենք բանանում, նույնացնում ատելության խոսքի հետ։ Ատելության խոսք հանրային մուլտիպլեքսում գրեթե չի հնչում։ Շատ կոշտ քննադատություն ատելության խոսքը հնչում է մենակ այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում։ Եթե նրանք սկսեն վերահսկվել եւ պարտադիր չի հանձնաժողովի կողմից։ Մենք խոսում ենք վերահսկողության ինստիտուտի մասին, ապա նրանք ստիպված կլինեն այդ կանոնները պահպանել քիչ թե շատ։ Սա է։ Մենք հետևում ենք բաներին, հա, նույնիսկ եթե ատելության խոսքը չկա, մենք գտնում ենք ձևերը, որպես գտնում ենք ավելի շատ ձևերը, որպեսի պատժենք։ Մենք ասում ենք դա բացասականացնում է երեխաների վրա, եթե այդ բանն են, հա, ցերեկն են ցույց տալի, սա ազդում է սրա վրա, անդր քրեական ենթամշակույթ կա, այսինքն փորձում ենք ձևերը գտնել, բայց հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները եւ ոչ միայն, նաեւ օրինակ հեղինակազորված մի քանի մենք կազմակերպություն ունենք, Ազատություն ռադիոկայանը, Երկիր մեդիան, երկուսը նրանք բավականին նվազեցրած են, որտեղ գիտեն վերահսկողության տակ են։ Այսինքն ինքը օգուտ կբերի Տիկին Ղազարյան, եթե ձեզ հարցին պատասխանեմ։ Ես ուզում եմ դուք փորձեք նկարագրել, որովհետև ես լավ չեմ հասկանում այն դեպքերը, երբ որ դուք ատելության խոսքով բան եք արել, դիմել եք դատարան, երբ է դա եղել կամ ինչ որ այլ բանի, երբ է եղել, ինչ դրվագով կապված եւ ոնց է եղել, որ կրվել եք sense շատ կոպիտ եկած։ Ես ձեզ ոչ թե կրվել ենք, նույնիսկ քրեական գործ չի հարուցվել։ Եվ տարբեր օղակներ չեմ ուզում բանանեմ, հանրայնացնեմ, նույնիսկ մեզ խոսքի ազատության դասեր։ Հա, չէ, ուզում եմ հասկանամ ինչի շուրջ է եղել, ինչի շուրջ ոնց է եղել։ Մեկ է թիվը ասեք, էլի երբ է եղել։ Ես ցավոք ես ձեզ կուղարկեմ անպայման մեյլով, մենք առանձին հանած ունենք, մենք դիմել ենք 5 անգամ, եւ դատախազություն, եւ ԱՑ նույնիսկ, հա, տարբեր պատճառներով եւ խոսքը չի գնացել ոնց ասեմ, իշխանություն, բարձրագույն իշխանության մասին, որտեղ մենք շատ լավ տարանջատում ենք թույլատրելին անթույլատ։ Երբ որ գնացել է խոսքը, օրինակ, չգիտեմ, ինչ որ մարդկանց ընդհանուր միջև երեխաների կանայք, որոնք պետքա ոչնչացնել, որոնց պետքա կախել, որոնց պետքա դրանից են կողմ, այդ ինչ պետք է անեն, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Դա բարձ բռնության, հա։ Որ հոդվածով։ Ես չեմ հիշում արդեն, ես իրա բան չեմ, բայց ես ուզում եմ ասեմ, տենց մի քանի դրվագ է եղել, հա, որը եւ մենք համեմատում ենք շատ ժամանակ ավելի մեղմ արարքների համար, ինչ որ գործիչների հանդեպ քրեական գործ են հարուցվել, նույնիսկ ազատազրկվել են։ Այս պարագայում, որը շատ ավելի կոշտ է, շատ ավելի, հա, սպառնալիք է բանի համար, հասարակության համար, դա չի արվել, այսինքն ստեղ էլ մենք ընդհանրապես դրա բանը չենք հասկանում։ Ոնց ասեմ, հա, հայեցակարգը սենց, հա։
Մի հատ սրա վերաբերյալ արձագանք ունեմ, պարոն Հակոբյան, եւ երևի այս վերջին արձագանքը կլինի։ Եթե դա խնդիրն է, որ քրեական օրենսգիրքը երբ որ սպառնալիքի մասին է խոսքը, օրինակ ինչ որ մեկը հեռուստատեսությամբ սպառնում է իմ ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, իրավապահ մարմինները գնահատում են, թե որքանով է իրականանալի այդ անձի կողմից այս սպառնալիքը ուրիշ հոդված է, ատելության հրահրումը բոլորովին ուրիշ հոդված է, ու ատելության հրահրումը քրեական օրենսգիր 22 թվականի քրեական օրենսգրքով կարգավորված է 329 հոդվածով, ես սա ուզում եմ բան անեմ, դուք որ ուղարկեք ես կտեսնեմ էլի, արդյոք ոնց որ ինչ հոդվածով է, որ ժամանակ է, ուղղակի այն ժամանակ 22-ից առաջվա քրեական օրենսգրքով անպայման ատելության խոսքի հետ պետքա բռնության կոչ լիներ։ Եթե չկար բռնության կոչ, ատելության խոսքը չէր կարող ինքնին վերցրած քրեական լինել։ Բայց այս նոր օրենսգրքով 329 հոդված ասում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ եւ կամ առարկա տարածելը, որը խստացնող հանգամանքը զանգվածային լրատվամիջոցներով տարածելը։ Սա եթե ոնց որ ու խոսքային հանցագործությունների վերաբերյալ էլի հոդվածներ կան, բռնության կոչ սահմանադրական կարգի տապալում կամ հանրային առողջության վնաս հասցնելու։ Ես կուզեմ տեսնեմ դուք երբեք դիմել ու ինչ հոդվածներով, որովհետև ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ օրինակ սպառնալիքի հոդվածով եք, սպառնալիքի մասին կոնտենտ եք ուղարկել, որովհետև չի կարա էլի մարդկանց օրինակ կրոնական համոզմունքներով պայմանավորված կամ սոցիալական ծագման բերումով խտրականացնել եւ սա չտեսնի էլի իրավապահ համակարգը, որտեղ էս գրած է էլի սևով սպիտակի վրա։ Այս հոդվածով խնդիրն է նա, որ ամենահաճախը այս հոդվածով դիմում եւ այդ դիմումներին ընթացքադրում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության եւ անհանդուրժողականության խոսքը, բայց ես մեդիաներում լսում եմ այլ հատկանիշներով պայմանավորված թիրախավորումներ նույնպես եւ դրա համար ձեր հանձնաժողովից ես ակնկալում եմ, որ այն մյուս հատկանիշներով պայմանավորված թիրախավորումը մարդկանց սոցիալական ծագման, հաշմանդամության, կրոնական հայացքների, տեղային ծագման, որը շատ հաճախ է վերջին շրջանում պայմանավորում, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության եւ այլ խոցելի հատկանիշներով պայմանավորված սեռի հիմքով նաեւ այս վերջերս դա էլա շատ լինում։ Մարդկանց թիրախավորումից ավելի ոնց որ զերծ կպահեք, քան ոնց որ մինչև էս եղելա, որտեղ ես ինչքան դեպք տեսել եմ, տեսնում եմ լրահոսում։ Կամ այս կամ այն կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորումն է, որը վատ է ընդհանուր առմամբ։ Ես շատ կարճ կասեմ, տեսեք, ես ակամա երևի ինչ-որ բաներ հստակ չասեցի, երբ որ ես ասում եմ դատարան, հա, կամ վարույթ, ես խոսում եմ 3 տարբեր քեյսերի մասին։ Առաջինը դա ամենաքրեականն է, հա, 5 անգամ ենք դիմել, նորից եմ կրկնում, եւ այնտեղ միայն սպառնալիք չի եղել, նաեւ մենք կարծել ենք, որ բան է եղել, հա, հանցագործության մասին հաղորդում, որը պետք է գոնե քննվեր, հա, նույնիսկ բան չի բացվել։ Երկրորդը դա մեր վարչական վարույթներն է, որը հենց վերաբերվում է թշնամանքի լեզվին, որը քրեական հետապնդում չի նախատեսում։ Մենք տարում ենք վարչական դատարաններում մեր վարույթի արդյունքում գրավոր նկատողություն կլինի, թե ինչ որ տուգանք կլինի, դա ենք տարում, դա երկրորդը եւ երրորդը էլի գենդերային խտրականությունն է, երբ որ ինքը կոշ չի, ինքը փափուկ է, մենք փափուկ լինում է, հա, նենց պայմանական եմ ասում, լինում է իհարկե։ Մենք դիմում ենք, գիտեք, դա ինքնակառավարման մեխանիզմն է աշխատում եւ մենք դիմում ենք էթիկայի մարմինների, հա։ Եվ ստեղ էլ մենք խնդիրներ ունենք, որտեղ մեր կարծիքով ինքը շատ լավ նախաձեռնություն է, տարբեր երկրներում աշխատում է, մեր մոտ այդ ինստիտուտը չի կա, որտեղ հետևանքներ որևէ հեռուստաընկերություն ինքը կարա օրեկան 7 անգամ խախտի, մենք 7 անգամ դիմենք էթիկայի հանձնաժողով, նրանք բացասական կամ դրական ասեն այո խախտում կա էթիկական նորմերի, բայց որևէ հետևանքներ չկան։ Ինչի ամիսը 100 անգամ ես խախտում, դու իրանք չունես որևէ նորմ դա կիրառես։ Չի, կներեք էլի ինքը պարտավորված չի նույն մեդիայով ասել, որ ինքը խախտել է եւ ներողություն խնդրել։
Ներկայություն խնդրեք չկա, ինքը ընդհանրապես տեղադրում է այդ մարմնի, որ այդ եզրակացությունն արել է, դրա եզրակացությունը։ Եվ հաշվի առնելով այսօրվա այդ բանը, դուք դեռ եզրափակիչ